Ողջույն սիրելի ծնողներ և մարզիկներ, վերջերս շատ մի տարածված երևույթ է իհայտ եկել երեխաների մոտ, կամակորությունը կամ այսպես ասած կապրիզնի արարքները, և գիտեք, ամեն տարիքի մեջ երեխաները կարող են դրսևորել նման վարք, բայց ծնողները պետք է ուշադիր լինեն, որ այս վարքագիծը չարմատանա իրենց երեխաների մեջ, հատկապես նկատելի է, երբ երեխան իր կապրիզներով ձգտում է մարզումների չհաճախել, ձգտում է դպրոց չգնալ կամ այլ պարապմունքի չգնալ, և իր կամակորության պատճառով ծնողները շատ հեշտությամբ ուտում են այդ խայծը, այսպես ասած, և երեխային հանգիստ են թողնում։ Ցավալին նա է, որ այս երևույթը կարող է ամրանալ երեխաների մոտ և նման ձևով երեխաները կարող են հաղթանակ տանել ճակերտավոր, այսպես ասած, իրենց ծնողների վրա։ Սա շատ կարևոր երևույթ է, որպեսզի մեր ծնողները ուշադիր լինեն և պայքարեն այս երեխայի մոտ առաջացած այս կամակորության դեմ։ Մարտարվեստը որպես այդպիսին մի գործիք է, որը օգնում է երեխայի մեջ հաղթահարել այս բանը, և փոքր բաներից սկսած, երբ որ մենք բացատրում ենք երեխային, խոսում ենք նրա հետ, ուզում ենք օգնել, որ նա քայլ առ քայլ հաղթահարի այդ երևույթը, սա տալիս է իր արդյունքը։ Ուստի սիրելի ծնողներ, երեխան եթե այսօր փոքր բաների մեջ իր կամակորությունն է դրսևորում, վստահ եղեք, որ եթե չպայքարեք այս երևույթի դեմ, ապա վաղ ավելի մեծ տարիքում իր կամակորության պատճառով նա կարող է մեծ ավերներ անել թե իր կյանքի մեջ և թե ձեր։